Հաբ Արցախը հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին Արցախում Ստեփանակերտի սրտում։ Արցախում Հաբ Արցախի առաքելությունն էր վերհանել եւ զարգացնել արցախցիների տաղանդները եւ կարողությունները։ Հաբ Արցախը միշտ հավատարիմ է եղել իր առաքելությանը։ Շրջափակման ժամանակ մենք ոչ միայն կազմակերպություն էինք, այլ համայնք տարածք հնարավորություն մեր հայրենակիցների համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ամեն ինչ փոխվեց։ Այժմ վերահաստատվելով Երևանում մենք շարունակում ենք մեր գործունեությունը արձագանքելով տեղահանված արցախցիների կարիքներին։ Հաբ Արցախը արցախցիներին հնարավորություն է տալիս հաղթահարել տեղահանությունը, իրականացնելով կարիքահեն ծրագրեր եւ օգնելով վերսկսել կյանքը Հայաստանում։ Հաբ Արցախը այն վայրն է, որտեղ արցախցին ոչ միայն պարզապես աջակցություն է ստանում, այլ նորից սկսելու հնարավորություն։ Այսօր ավելի քան երբևէ մենք հավատում ենք համենքի ուժին։ Հաբը ինձետի ջերմուտնոլորտ է։ Հաբ Արցախը շրջափակման վաղ ինձետի տեղածայել երկրորդ տոն։ Իմ համար Հաբ Արցախը մարդիկ են գայուշ։ Հաբը նախ եւ առաջ ինձ համար գայանեն էր։ Հաբը ինձետի առաջի հերթին արցախյան մթնոլորտ է։ Հաբ Արցախը ինձետի ընտանիքը։ Հաբ Արցախը ինձետի ընկերությունը։ Բարև ձեզ։ Ես Սովին առնում Արցախից։ Ես Նարեն եմ եւ արդեն 3 տարի է զբաղվում եմ կամավորությամբ։ Ես Հայկնում լուսանկարիչում Արցախից։ Դիանա Մովսիսյան, Քոաֆի Արցախի ծրագրերի համակարգող։ Ես Քրիստին Բալայանն եմ Արցախից։ Ես Մարիանանում։ Ես Գագիկ Գնացականյանն եմ, զբաղվում եմ կտորի վրա նկարչությամբ, դիմել եմ Հաբ Արցախի ծրագրերից մեկին, հաջողությամբ ավարտել, ձեռք բերել ընկերներ եւ մեծ գիտելիքներ իմ ոլորտում։ Մասնակցում Սլացք ծրագրի շրջանակներում կառուցերի դասընթացներին, ոջիներում կարում, աղջկանս բրենդ օնե, իրիկնականունով, պայուսակներում կարում, Patchwork տեխնիկա է կոչվում դա, ինքը հավաքվում է սենց մանր կտորներից, նոր կտոր է ստեղծվում, հետո կարում է պայուսակ։ Այս տեսակի տարբեր ձևի, տարբեր ոճի պայուսակներ։ 22 թվականին, երբ առաջին անգամ տեսա ինչ հավես անցնում Սարհայ Ստեփանակերտի կազմակերպած իվենտները, որոշեցի, որ ես է պետք է մասնակցեմ ու ես է պետք է օգնեմ այդ իվենտները կազմակերպենք ու 23 թվականին վլոգադայի ընթացքում, չնայած այդ բոլոր դժվարությունների, ես եւ մի քանի ուրիշ կամավորներ կարողացանք ամեն ինչ անել, որպեսզի Սարհայը նորից տեղի ունենա։ Ճիշտ է ավելի փոքր ու ավելի ուրիշ քան 22 թվականին էր, բայց մենք մաքսիմալ արեցինք, որ հավես անցնի ու լավ անցնի բոլորի համար։ Մեդիա պլյուս ծրագիրը շատ մեծ հնարավորություն է եղել մեզետի արցախցի մեդիայի ոլորտի աշխատողների թազահմտություններ ձեռք բերելի, թազապեներ սվրելու ու մեր ոլորտում մասնագիտանալի հետի։ Ես ահ կյանք լուսանկարչությամբ եմ զբաղվել, բայց ինձ միշտ հետաքրքիր ելել ճիշտ տեքստեր գիրել, ինչ գիրել, հունց սկսել, ու այդ ամեն ինչու շատ ավելի ուրիշ բաներ ես վերալու մեդիա պլյուս ծրագրի ընթացքում ու փաստացի ձեռքում բերալ թազա լրագրողի մասնագիտություն, վերը ինձ հետագայում հնարավորություն է տվել արդեն աշխատիմ Արցախում բլոկադի վաղտ ու տեղահանությունից հետո։ Ես էլ Հաբ Արցախին Հովնանյանների ծրագրին մասնակցալ, ցավոք սրտի այն ծրագրավ ինչին վեր դիմալում ինքը կարճաժամկետ է գործալ, բայց ուրախում վեր ինքը գործալ Արցախում։ Այստեղ ինքը գործալ չի նրա համար, որտեվ Հայաստանում բավականին շատ կան դերասանական ստուդիաներ, առհասարակ կինոյի վերաբերյալ տարբեր կրթական ծրագրերի մասնակիցների համար ստեղծված պրոյեկտներ։ Դրանից ես դադար եմ տվել, բայց գործունեություն շարունակում եմ համագործությամբ։ Այս պահին համագործակցում եմ Արցախի վերաբերյալ ֆիլմերի հետ, նաև ներկայացումների վերևեր էլի Արցախին է վերաբերվում։ Քոաֆը Արցախում սկսել է աշխատել 2022 թվականի մարտի կեսերից եւ մեր թիմը կազմված էր 9 հոգուց։ Մենք աշխատում էինք Հաբ Արցախի տարածքում եւ մեկն էինք այն կառույցներից, ովքեր գործունեություն էինք ծավալում այդ տարածքում։ Մեծ սիրով, պատասխանատվությամբ եւ ջերմությամբ էինք վերաբերում մեր կենտրոնին, որտեղ տեղակայված էր նաեւ Քոաֆի գրասենյակը եւ նաեւ ընդհանուր հաբին, որտեղ շփվում էինք նաեւ այլ կազմակերպության ներկայացուցիչների հետ։ 2018 թվականին հիմնալու Միլագրի հիմնադրամ Արցախում
եւ շատ կազմակերպությունների հետ համագործակցանք։ Այդ կազմակերպություններից մինը Հաբարցախն է, վեր Արցախում էլ ստեղել մինչև օրս համագործակցում ենք ու Թումանյան Սարտնակ ստեղծալ ընտանիքով։ Այս պահի դրությամբ ես կարի մասին վեր 23 թվականից հետո ավելի կարևոր է, որպեսզի մենք ավելի լավ չնյանչիկ ու ուրիշ թիկունք ունենք, որովհետև բաբոսս էլի սարմին ծերք ծապ չտամ։ Միասին պիտի ինք, համախմբված պիտի ինք ու այդ ժամանակ միգուցե կարևոր հարցեր միասին կարինք լուծինք, օգուտ մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Ու հա ես հույսոնի մուքինան եք Արցախ լող միասին ու հաբավել ընդեղ էլի գործ ենք անելու։ Տվեց մինը տամ գերի։ Խոսում ենք սրտանց կազմակերպության մասին, վերը պատրաստում է առողջ սնունդ։ Սրտանց պատրաստում ենք սրտանց ուտելիք։ Այդ իդեյան իլալա խոխինս վեր որոշալա հերոսանա մնա Արցախ։ Շատ աուզալ ինքը միշտ սեծամամ սրտանց սարկում ինչ սարկում։ Դիսկիթի մի հատ կազմակերպությունում պետցնան, անմուտինի սրտանց։ Մունք ստեղծալն շատ դիժեր, բայց ստեղծալն ժողովուրդ հավանալն, օգտվման, հունցա կոչվում առողջ ուտելիք։ Հացերը ոսպաբա կարմիր, մաչին քինամա սիմիչկայա քինամ, քինամա լոն, քինամա կունջուտ, մետել դաժե սարքալում, սիլդիրեյաում սարքալ, խոյք տրանում նետիրալն մայեստրո։ Դևերես մինը պեստոյա թողեցիկետմինելինի մայեստրո։ Հատետի համար շունչ խոխոցն հետ, աջակիցներին հետ, մեր ժողովուրդին հետ, փորձում ենք մեր բրենդը առաջ տանենք։ Մաման ցավը տանը քու իդեյատ, все-таки կարում ճուլացի մինը վերջում։ Քու իդեյատ առաջ ենք տանում։ Իհարկե մենակ դա ամել չկամ։ Լուղջին անա մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր ընտանիք։